Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Լալու կամ լալով խնդալու պատճառ կարծես թե շատ ունենք, տեսեք ազգային ժողովում ինչ փոթորկոտ բուրըն ելույթներ են ունենում, ինչպես է վարչապետը խոստանում սրան նրան պատեպատ տալ, Գյումրիում ընտրություններ են նախատեսվում եւ այսպես շարունակ, այսօր կխոսենք այդ մասին, բայց նախ գանք երեկվա ակցիային Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված, երբ լրագրողները փորձեցին ակցիա անել եւ իրավապահները եկան ու այդ թշնամի պաստառը դեն գցեցին։ Ասեմ, Նիկոլ Փաշինյանը այդ ավելի մեղմ բառեմ ուզում գտնել գորգորալու առաջ պիտի գորգորար այդ իրավապահների վրա եւ ընդհանրեն ասեր, որ որքան էլ ասում է Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունը թանկ է։ Անդրանիկ Քոչյանը պիտի ներողություն խնդրի իր այդ պահվածքի, անտակտ պահվածքի համար, ինձ համար էլ այդ նույն տրամաբանությամբ, այո, Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունը բարձր է։ Այդպիսի պահվածք կարող եմ ես ինձ թույլ տալ հեռու ինձանից, որևէ լրագրողի հանդեպ, բայց ես պետական պաշտոնյա չեմ, պետական պաշտոնյան պիտի իմանա, որ ինքը չի կարող իրեն նման պահվածք թույլ տալ։ Եթե այդ պահվածքը ներվում է, դա նշանակում է մենք ոչինչ չունենք պետության մեջ։ Այնպես ինչպես երեք Նիկոլ Փաշինյանը մի այսպես պատեպատ կտամ, կջարդեմ, կծախեմ, դե եկեք խոսենք, նրանք էլ այդ նախագահ կոչվածները սկսեցին ասել, մեկն ասեց, ոչինչ գիժա կկծի, կգորա, ինչ որ բաներ կասի, այն մյուս շիզոֆրենիկը Քոչարյան Ռոբերտ անունով ասեց, դա լավ կլինի սանիտարների հետ խոսե, մոտը ինչ որ բանավիճելու մանյակ է եւ այլն, Սերժիկ Սարգսյանն էլ ասեց, ես հիվանդների հետ չեմ խոսում, ես նորմալ մարդ եմ, ու այսպես շարունակ։ Ամենևին չպաշտպանելով Նիկոլ Փաշինյանին։ Եկեք ասենք ես մարդը գիժա, հիվանդ է, Նիկոլ Փաշինյանը հիվանդ է։ Լավ, եկեք ասեք այ տղա դու հիվանդ ես, այս բանը սենց է եղել, այն էլ անենց է եղել, այս բանակցություններում մենք այսպես ենք արել, այնտեղ այնպես ենք արել, սա է փաստը, ու դու կործանել ես ամեն ինչ։ Եկեք փաստերով ասեք։ Բոլորս իմանանք, որ Նիկոլը գիժա, ապուշա, հիվանդա, հիմարա, չգիտեմ, քանի հացական կա։ Տեսնենք, բայց այդքան երկիրը սիրում եք, ինչ եք պատի տակից քացի տալիս։ Որոշների դեպքում աքացի։ Ախր այդպես չի լինում։ Այդ ոնց է դուք ճիշտ էիք, բերել էիք հասունացրել, հասցրել ամենալավ եզրագծին հայոց բանակցությունները Արցախի հետ կապված, այս գիժ Նիկոլն եկավ, ամբողջը տրորեց ու դուք սրբի շներեք, Նիկոլն էլ չգիտեմ, հող հանձնող քոթոտ։ Հետո դուք ձեր պահվածքին հավատում եք, պարոնայք, այսպես կոչված նախագահներ։ Եկեք ասեք ժողովուրդ, բոլորը ժողովրդի անունից եք խոսում, ես հասարակությունն ուզում է իմանալ, դուք ճիշտ եք թե սխալ։ Նիկոլի գորգորոցը տեսնում ենք, այդքան տարի, որ մեկդ ինչ արեցիք, որ բանակցությունները եկավ եզրագծին հասավ, այն որ Քոչարյան Ռոբերտը Թուրքիայում Ադրբեջանի տարածքային ամբողջականություններ ընդունում Լիսաբոնից հետո, այդ ժամանակ ինչ էիք անում, ինչ էր դա, այն որ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանին հանեցինք որպես դավաճան, որ ուզում էր հող տա, դուք նույն թեմայի շուրջ բանակցել եք եւ այս հասարակությունը չի իմացել։ Եկեք ասեք որտեղ եք դուք գերագույն ճիշտ եւ որտեղ Նիկոլ Փաշինյանը չարեց։ Ասեք մարդիկ իմանան։ Այդ պատի տակի կլոունադան ձեր մամուլի պատասխանատունների տեսքով ու ձայնով տարեք ձեր տունը ձեր կանանց մոտ արեք, ձեր երեխեքի թորների մոտ պարտեցեք։ Այս հասարակությունը ուզում է հասկանալ, երբ տարիներով զոհեր տվեց, երբ վասն պատմական արդարության վերականգնման մարդիկ իրենց զավակներին ուղարկեցին, տարիներով պայքարեցին, հաղթանակ կռեցին, կարողացան սահման գծել, դուք դրանից հետո ինչ արիք այդ սահմանի հետ։ Ինչպես եղավ, որ վերջում պարզվեց, որ, չգիտեմ, մեկը տեստեղ եք
տվել, մյուսը այնտեղ եք տվել, հիմա պարզեց ամենամեծ տվողը Նիկոլն է։ Նիկոլը ձեզանից մեկն է տալու իմաստով, վերջում, ձեր մխտրածը, հա, երբ որ մարդը իր զավակին պոռնկա բարով է դաստիարակում, երբ որ մարդը ասում է, հանուն, մի օր ինձ ասացին, ինչ գործ ունես, այդ իմ կոլեգա, գործընկեր կոչված հեռուստատեսային լրագրողները, դեմքերը, ապեր, դե բա ասեցի, բա չեք տեսնում ես երկրում ինչ է կատարում, չեք տեսնում որ օրական ընտրություն են կեղտում, վա ինչ եք անելու, բա երեխա ենք պահում, ձեր երեխուն մեծացնում եք պոռնիկի պես, որ հանուն հացի կարելի է ստորանալ, կզել, կռանալ, ձեր սեփական օրինակով մեծացրիք, ձեր լակոտներն ինչ են դառնալու։ Հիմա ասացեք, խնդրեմ, եթե բանակցել եք այս տրամաբանությամբ, բերել հասցրել դրան, Նիկոլից ինչ էիք ուզում։ Այդ Նիկոլին էլ եք դուք աճեցրել, պարոն առաջին նախագահ։ Եթե այդքան վատն է, ինչու էիք աճեցնում։ Այդ ինչու էիք թևերներդ փռած Նիկոլ խաղացնում։ Հիմա ինչ պատահեց ձեզ, ինչը այն չէ։ Ահա այն իրականությունը, որ մենք ունենք։ Եվ սա ավելի քան չգիտեմ, դաժան է։ Միթե մենք դրան էինք արժանի, մենք, հայ ժողովուրդս, հայ մայրերը, տատերը, պապերը, դժվար ու թշվար ապրած այդ տարիներին մենք ինչը հանդուրժեցինք։ Հանդուրժեցինք մեր երկրի ապագան։ Դուք ինչպես եք վարվել այդ ապագայի հետ։ Այդ ձեր ասած հիվանդ Նիկոլ ասում եք այդ ապագայից խոսենք։ Եկեք խոսեք։ Եկեք հիվանդ հանեք, գիժ հանեք հայ ժողովուրդն իմանա որ Նիկոլը գիժ է, հիվանդ է, ապուշ է, չգիտեմ ինչ է, ամեն ինչ է։ Եկեք, ինչու՞ չեք գալիս որ։ Սկսենք դրանից։ Հա, մեկ անգամ կարող եք ինչ որ հայտարարություններ անել, հազարամյա հայրենիքը տվեց բաման։ Այդ ձեր ձեռքներ ինչու չարեցիք։ Ինչու տվեցիք Նիկոլին կառավարման։ Թե փափախով քրդի տեղ եք դրել։ Իդեպ փափախով քուրդ հայ արտահայտության մասին։ Ավինյանը ինձ համար եղած չեղած Նիկոլի հերթական թշվառ կամ թշվառական նշանակումներից մեկն է։ Անգլիայում բարձր կրթություն ստացած Ավինյանը փաթթած ունի Մեսրոպ Մաշտոցին կեցե Անգլիայի թագուհու թերմացքը։ Սա է ինձ համար Ավինյանի կերպարը։ Բայց այդ արտահայտությունը բոլորս անում ենք։ Բոլորս ասում ենք, դե ինչ եք մեզ փափախով քրդի տեղ ես դրել, ում ես խափում։ Հանկարծ, ոչ ավել, ոչ պակաս, Գեգամ Մանուկյանը, դաշնակցության կրկռան ներկայացուցիչը, կարկառուն չկա, այնտեղ արդեն սա կրկռում են, այդ վերնախավ կոչվածը, ասում է դուք ինչպես եք համարձակվում վիրավորել այլ ժողովրդին։ Ավինյանը մի բան չի, բայց այստեղ մի անեկդոտ հիշեմ։ Անեկդոտ չէ, հայտնի Բոզգերի արդեն հանգուցյալ դպրոցի տնօրեն էր, նախագահել է եղել Ձավարը, մականունը Ձավար, երբ հին ընկերների ակումբ հաղորդաշար էի նկարում, ասեց Սարգսյան ջան, մի բան պատմեմ, առավոտ շուտ, հերս, մարտի 8-ին, 3 փունջ ձնծաղիկ ձեռին մտավ տուն։ Մինը մորս տվեց, մինը կնգաս, մինն էլ ինձ, թե ձեր տոնը շնորհավոր, ասեցի, այ պապ, իմն էլ ասեց, պակաս լիրպն էլ դու չես։ Հիմին թող կանայքներ են, այդ իրենց խոսակցականը բերեցի, հայ Գեգամ Մանուկյան, իբր թե դուք շատ մի այս երկրի լավագույններն եք, Ավինյանն էլ լիրպ դարավ, բա դուք ինչ եք, մի սանրի կտավեք, մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց դուք ինչի վրա եք զարմանում, ոյ, նեղացրեց, այսինչ արեց քուրդ ժողովրդին։ Ախր դուք բոլորդ անաղուհաց քրդի շներ եք, անաղուհաց, էդ էլ է հայտնի թևավոր խոսք, ինչու են ասում, քանզի ուրացակ, են բոլոր ազնիվ տղերքի վաստակը, են բոլոր ազնիվ մարդկանց, մայրերի, քույրերի, կանանց, երեխեքի տառապանքը ուրացակ երկիրը շուն ու գելի բաժին արիք, ձեր լակոտների գրպանը լցրեցիք, այսօր Նիկոլը գիժ է, դուք խելոք եք։ Եթե Նիկոլը գիժ է, դուք խելոք եք, հիշեք Ձավարի հոր շնորհավորանքը։ Նույնն եք, մեկ այդ մյուսիդ արժեք։ Եվ այսօր այդ ժողովրդի ձայնով ընտրված
ձեր ասած, ձեր ձևակերպված ժեխի ընտրած գժին, ուսուսի տալու փոխարեն, որ երկիրը չկորցրեք, ոտ եք գցում, այսպես ասած, պատնոշկա եք տալիս, գլորեք ձորը, միայն թե դուք գաք նստեք, ենա նստած էիք տարիներ շարունակ, պղծում էիք, հետո եկավ ամմեղսունակության հասնող Նիկոլ Փաշինյանը երբեմն իր արտահայտություններով։ Ուզում եմ հարցնել, պարոն Փաշինյան, այդ ինչ ճղավոց էր։ Այդ նույն բանը չեք կարողանում հանգիստ ասել։ Ինչն է ձեզ հուզում։ Այդ ինչ եք էսա պատին կտան բան, ձեր տվածները տեսանք, ձեր պատին տվածները բոլորը մասնակցում են տարբեր ընտրություններին, ընդդիմություն են, ազգային ժողովում քանակ են կազմում, ձեր պատին տվածը Քոչարյանը չի, Սերժիկը չի, նրանց փեսեն չի, բոլորը փախան, գնացին, թքած ունեն բարձր կռեմլյան աշտարակների ձեր ուղությամբ, հայ ժողովրդի ուղությամբ, դահկի Միհրանից ու դատախազից էսիցերից բռնած։ Այնքան բան չեք կարող կազմակերպեք, գնաք վզակոտներին տակ բռնեք բերեք։ Բայց այստեղից ղժղժում եք, հեսա պատեպատ կտամ։ Այդ էլ կարող եք հանգիստ ասել։ Այս ժողովուրդը մեղք է։ Հեսա գալիս ենք Գյումրու պատմությանը, երկրաշարժի ժամանակ ասում են մեկը արտակնոցից դուրս է թռել շալվարը փողկերին։ Անդրավարտիկն էլ հետը ուղղակի սարսափար դուրս է թռել։ Երբ այդ վարքյաններն ասում է գյումրեցիքից մեկը նայում է սրան ասում է իշի քուրակ, առանց դել է ժողովուրդը վախեցած է, այդ շալվարը եղած չեղած այդ փագի։ Առանց էլ մենք արդեն հոգնել ենք, չգիտենք դուք այդ ինչ քաղաքականություն եք շատ հաճախ բանեցնում, որ կային, որ ասում եք, օй, բոլորը տեսնում են։ Այս որ պետք լինի գրհապարակենք, այս որ պետք լինի այսպես կանենք։ Այն որ ասում է թեթև հույսով մտածում ենք, հո ամմեղսունակ չեք վերջնական, պատրաստվում եք կամ պատրաստում եք երկիրը պաշտպանունակության եւ այլն եւ այլն։ Այս փոքր հույսն էլ ձեր ղժղժոցով մի կտրեք։ Եթե ղժղժալու բան ունեիք, Անդրանիկ Քոչարյանին ասեք գնա ներողություն խնդրի։ Պահվածքներդ պիտի չափավորեք։ Վերջի վերջո ամեն ինչ բումերանգ է, չմոռանաք։ Հիմա գանք Գյումրուն եւ Գյումրու ընտրություններին։ Գյումրու ընտրությունների անեկդոտը կամ իրապատումը հետեւյալն է։ Հայտնի մի պատմություն կա կամ գողտրիկ ես ձեզ պատմեմ, իրական պատմություն, Գյումրվա, չգիտեմ, գուցե այսօր արդեն Վարդանի կողմից սեփականացրած այգում կամ ինչ-որ մեկի, այդ այգում, երբ հայտնի գյումրեցիները երեկոյան ջեմում են, Ավետիք Իսահակյանը Պոլոս Մուկուչին ծանոթացնում է Ջիվանու տղայի հետ, ասում է, ասիկ մեր Ջիվանու տղեն է, Պոլոս ջան, Պոլոսն ասում է, որ Ջիվանու, են տրիպաչի, այստեղ Ջիվանու տղան ասում է, ոնց եք համարձակում, հայրիկիս մասին այդպես խոսել, Պոլոս Մուկուչը որ սրամիտ է լինում, այսպես մեղմ ժպտալով ասում է, ինչի կնեղնաս, օղուլ, հաբա հերդ ասեց զախորդ օրերը ձմրան նման կուգանու կերտան, հաբա եկել են ինչու չեն երթա, իդա տրիպաչությունը մեր ինչին է պետք, այսպիսի մի պահվածք է հիմա, տրիպաչները փողոցն ընկած խոսում են։ Այդ հումորը Պոլոս Մուկուչի հասկացան, Ջիվանու տղան Ավետիք Իսահակյանը փառ ծիծաղեցին, բայց հիմա երբ տեսնում ես, թե ով ինչ է անում, լացդ գալիս է։ Ինչ են ուզում։ Տեսեք, խոսքով սիրված հայրենիք, խոսքով սիրված Գյումրի։ Գյումրին 37 տարի առաջ երկրաշարժ եղավ, 37 տարի աղետի գոտի է։ 37 տարի բոլոր պաշտոնյաները Գյումրու անունով փողեր են աշխատել։ Եվ այսօր ասենք Վարդան Ղուկասյանն ասում է, ես իմ վաղտ այսքան արել եմ։ Ռոբերտ Քոչարյանը ինձ Ռոբերտ Քոչարյանի կողքը կանգնողը պարոն Վարդան Ղուկասյան, այլևս մարդակերպար չի կարող լինել։ Քոչարյան Ռոբերտը, այն որ Արցախից խոսում ենք, իր ագահությամբ եւ իր ընտանիքին միլիարդատեր սարքելով, հայոց ռեսուրսները ռուսներին նվեր տալով, պետական բյուջեի չափ միլիարդներ ունենալով,
հանձնել է Արցախը։ Ես ցավում եմ։ Բայց այդ է, հիմի այնպես մի թոթոլանում եք, ես հեսա ռուսներին բերեմ, այստեղ հիվանդանոց ինչ եք սարքում, այնա գնացեք մի հիվանդանոցում պարկեք, էլի բոլորդ հիվանդ եք։ Որևէ մեկը չեք ուզում ազնվաբար ասել, թե ախր մենք այստեղ թերացանք։ Էս Գյումրին ուրիշ է, ինչ է որ ուրիշ է, նույն հայ ժողովուրդը, չի։ Ինչը խեղավ, որ դուք ուրիշ եք, մնացածը ուրիշ չեն։ Հետո հենց որ բռնացնում են, ասում են հայոյում եք, ասում են, օղուլ քֆուր տալը, էսոնք հումոր չունեն, չէ, դուք ունեք։ Այդպես հումորով էլ ձեզ, չգիտեմ, հակադարձ քրվում են, կամ քֆրում են, ոնց են ձևակերպում, անձրևին անձվեր էին ասում, բան, տենց, հայհոյանքով ապրում եք, բայց չեք վաստակել, այն ինչ ունեք, շատերը չեք վաստակել, սաց Վարդան Ղուկասյանից, շարունակենք, էլ ինչ էր, Թևանյան Անդրանիկ, գրողը տարի, Քոչարյանի տաբատի մյուս փոխքն էլ դա է, ամբողջ կյանքը օտար, գարան գլխով օտար թագավորներին ծառայելու պատրաստ մի մարդուկ։ Հիմա Թևանյան Անդրանիկը ինչ-որ մի կուսակցություն է բացել, ինչ-որ մեկն էլ ինչ էր անունը մի վարքյան մեկը կար, ոմն Կարեն Սիմոնյան, ասում է պուճուր եմ եղել, հիշում եմ վաղ լավ էր, ինչ էր անում, այդ լավ ժամանակվա իշխանավորը, որ դու պուճուր էիր, հիմա էլ դարձել ես խրոխտ բիզնեսմեն ու ասում ես Գյումրին սարքելու եմ շկիտ հանրապետություն, առանձին մի պետություն, առանձին գոտի, մենք ես ենք, ինչ եք է, ճիշտ կառավարում պահանջեք, քիչ լապ էին ձեր նախորդները, ձեր ասած Քոչարյանները, ամենևին այսօրը չէի կանգնի։ Հիմա նորից այս մարդկանց ինչու եք խաբում, ինչ եք ապացուցում։ Գյումրին սարքեցիք ձեր անարդար պահվածքով Հոռոմի տեղը։ Հա, հիմի որոշ տգետների բացատրեմ, որոշ չիմացողների էլ որպես պատմություն ասեմ, որ հանկարծ Գեղամ Մանուկյանը չասի եթերում ասում է Հոռոմի տեղը, երբ ուրեմն նոր Նախիջևանում մեր հայ ժողովրդի խելյակներին, ովքեր անիից էին եկել էին Նախիջևան, այնտեղ Ռուսաստանի հարավային սահմանները այսօրվա Ռոստովի մասին է խոսքը պաշտպանելու համար Եկատերինա Կայսրուհին, հայերին, հոռոմներին, հռոմեաց բերեց այնտեղ եւ հողային հարցեր, իսկ տեար նշանակում է հող լատիներեն, անարդար լուծում են տալիս ըստ հայերի եւ հայերը ամեն անգամ, երբ որ անարդարության են բախվում, ասում են «Էդ էլ չեղավ Հոռոմի տեղը», հողը։ Այ հիմա դուք այնքան անարդար եք, այդ Հոռոմի տեղը սարքեցիք։ Մեկը ազնվություն չունեցաք ներողություն խնդրելու չարացների համար, մեկը ազնվություն չունեցաք խոստովանելու այս ինչ արիք, եկել եք աման Գյումրին ուրիշ է, իմալ է ուրիշ է, հետո դուք ձեզանից չեք զզվում, որ հայելուն նայում եք, ինչ եք ուզում այդ ժողովրդից, ոչ ոք էլ ուրիշ չեն, բոլորը արդարություն են ուզում։ Ուզում են արդար կառավարեք, արդար դատեք, չեք դատել։ Հիմա եկել եք, ձվի մեջ մազ եք փնտրում։ Սարիկ Մինասյանի հետ մեկ անգամ հեռախոսով խոսել է, մի քանի անգամ էլ այս իր քարոզներն եմ տեսել։ Կուզեք ասեք կողմնակալ եք, կուզեք չեք, կարծում եմ այս անգամ ԿՊ-ն այդքան էլ սխալ թեկնածություն ունի։ Սարիկը շատ ավելի իրատեսական է խոսում։ Չգիտեմ, երբեմն Նիկոլ Փաշինյանի այս ճղճղոցներից աշխարհը գլխի շուռ է գալիս, ժամանակը ցույց կտա։ Գյումրեցին է ընտրելու, բայց Աստծո սիրուն մի ֆետիշացրեք։ Գյումրին ուրիշ է, Երևանն ուրիշ է, չգիտեմ, Վանաձորն ուրիշ է, Ապարանն այլ է։ Մենք մի ժողովուրդ ենք, մենք խնդիր ունենք, եւ այդ խնդիրը ավելի շատ ոչ թե հացի փողն է, այլ են Հոռոմի տեղը, այն անարդարությունը, որի հետ ամեն օր հայ քաղաքացին, հայ մարդը շփվում է ու հոգնում է։ Ու վերցնում է իր խուրջինն, այսպես ասած, գծումուսին ու գնում Ամերիկաններում կամ Ռուսաստաններում ապրելու։ Զզվում է,
Հասկանում եք, այնպես չէ որ աշխարհում սաղ արդար է, բայց էլ չի կարողանում դիմանալ։ Այս խնդիրը պիտի լուծեն բոլոր տեսակի սարիկները, Նիկոլները, Վարդան-Մարթաների մասին չեմ ասում։ Այնպես չի որ արհամարում եմ, ուղղակի նրանց ձեռքը ինչ ընկել է, դրանք ոչինչ չեն արել։ Ամբողջը սուտ են։ Այս ես ձեզ ասում եմ, չեն արել։ Տվել էին չի արել։ Այն Պաղդասար աղբարի պես ասում է կինս յուր պարտականության մեջ պորրիկ եղած է, խափեբա եղած է, դավաճանած է, այդ բոլորը դրանք եղել են, տեսել ենք, դուք ձեր պարտականությունների մեջ ազնիվ չեք եղել, հիմա ինչ եք ուզում, դուք անգամ ենքան ազնվություն չեք ունեցել, Քոչարյաններ, Սերժիկներ, չգիտեմ, Լևոն Զուրաբյանն է խոսում, ասում է այնպիսի ընդդիմություն պիտի ստեղծենք, ոչ ավել, ոչ պակաս, որ ժողովուրդը հավատա, այդ ձեր ինչին հավատա, որ ձերքներ հետ կար հնարավորություն, որ մի ողջ ժողովուրդ ու մարդիկ անհատներ ձեր կողքին կանգնած էին, դուք թքեցիք բոլորի հոգու մեջ, այս ժողովրդին ինչի եք ապակողորոշում հերթական անգամ, չտեսա որ թևերնի հետ կշտեք գակ ասեք, հլա արի, Նիկոլ սասենց նանեց, հերիքա կեզ գժի տեղ դնես, չէ, պատի տակից խոսում եք, ծիկրակում, սպասում, երբ է իշխանությունը ձեր ձեռքերում հայտնվելու։ Այս դաժան իրականությունն ունենք, այսպես, այս խառը իրավիճակում մենք պիտի կարողանանք ապրել, ընտրել, թացը չորից առանձնացնել և վստահ եղեք կարողանալու ենք ժողովրդի իմաստությունը կա։ Կհանդիպենք ամեն ինչ լավ է լինելու։